ես որ ես չասեմ, ինձ շատ վատ կզգամ։ Ես շատ լավ հիշում եմ, որ 2008 թվականներին, երբ բժնի գործարք եղավ Խաչատուր Գագիկ Ծառուկյանը պաշտպանել է Խաչատուր Սուքիասյանին, այո, բացայտ եւ ասել է որ ճիշտ է տեղի չունել, այո, Գագիկ Ծառուկյան, այո, Խաչատուր Սուքիասյանը։ Բայց ես դրա համար անցած շաբաթ հիշեցի, որ Խաչատուր Սուքիասյանը, ես նույն բանը հիշել եմ, ասելով որ հիմա առնվազն դուք ձեր մաշկի վրա դա զգացել եք, բայց իրականում գիտակցաբար թե անգիտակցաբար ստացվեց որ Խաչատուր Սուքիասյանը թուրքական ուժերի է պաշտպանում, համենայն դեպս այն ուժերն են իշխանության, որ Արցախը տվել են, մի հատ ախել չեն քաշում, Հայաստանի Հանրապետության տարածքները տվել են, ախ չեն քաշում, այնքան սրիկատականք են, այսօր Բաքվի բանտում հայերը խոշտանգվում են, դրա մասին էլ դրապես չի մտածում։ Չէ, բայց համեմատելու չի, այս չի, հիմա եթե Գագիկ Ծառուկյանը պայքարի մեջ է մտել, թուրքական ուժերի համար չի պայքարում։ Պայքարում է, որ գոնես հողակտորը մնա, այս մի քիչը մնա, ոչ թե բանը միանա մի հատ ուժի, որ առանց աղ քաշելու Արցախը տվել է, Հայաստանի տարածքները տվել է, գերիների մասին էլ բացարձակ չի մտածում եւ հողա նախապատրաստում, որ վաղը 300,000 ադրբեջանցի գան մտնեն Հայաստան ու մարդակերությամբ զբաղվեն, ինչի մասին այսօր արդեն 10 անգամ ես ասել եմ, որ այսօր էլ ադրբեջանցիները հայրին ուղղակի ոչ միայն գլխատում էլ հայրի, գիտեք, չէ, դուք հետևեցիք, որ ես մեջբերում արեցի Պերձեյթունցյանը ժամանակին Վլադսվի խոսքերը մեջբերել է, հետ լսեցիք դա։ Չէ, չեմ լսել դա։ Ես չեմ ծանրան հոգնելու, սա կրկնել, որ այսպիսի դաժանություն եւ այսպիսի սարսափելի բան։ Ես հիմա սա կարծում եմ այնքան կարևոր է, որ արժե, ես իհարկե ստացվում է, որ երրորդ անգամ եմ ներում, բայց այնքան դաժան բան է, որ արժե սա նորից մեջբերել։ Ուրեմն Ադրբեջանը Պերձեյթունցյանի խոսքերն են 2010 թվականին հայտնի, վստահ եմ, որ ճանաչում են բոլորը, հայտնի մտավորական եւ գրող։ Ադրբեջանցիները վայրենի ժողովուրդ են։ 2010 թվին է ասել, հիշեք։ Սահմռկեցուցիչ բան է մարդակերությունը։ Ուզում եմ հիշեցնել Խորհրդային Միության Գերագույն խորհրդի փակ նիստի ժամանակ ինչպես պաշտպանության նախարար Յազովը ելույթ ունեցավ ասելով, թե ինչպես Բաքվում մի հայ աղջկան դրանք սպանել են, խորովել եւ կերել։ Չեմ հնարում, հայտնի բան է։ Մեկ այլ փաստ, որ կատարվել է Մարաղայի սպանդի ժամանակ, Սեդանով հայ կնոջ ադրբեջանցիները սպանել էին, տանջանքներից խելագարված ամուսնու ստիպել, որ կնոջ միսը ուտի։ Գիտեք, զարմանում եմ, որ այսպիսի փաստեր ունենալով ինչի շրջանառության մեջ չենք դնում։ Ես դեռ, այստեղ է շատ կարևոր, ես դեռ Գորբաչովին գրեցի, թե ընկեր Գորբաչով, ձեր պարենային ծրագիրը չի լուծվի մարդակերության միջոցով, եւ ես այսօր անդադար եմ կրկնում, որ Նիկոլ ձեր խաղաղության ծրագիրը չի լուծվի մարդակերության միջոցով, որովհետև անգամ այսօր նորից եմ կրկնում Հովհաննես Թումանյանն էր փաստորեն սխալվել, որտեղ ինքը ասում էր 1000 տարում հազիվ մարդակերը Թուրքի նկատի ուներ, դարձավ մարդասպան։ Այսօր պարզվում է, որ թուրքերի մնացուկ ադրբեջանցիները, որտեղ կամ մոնղոլ թաթարների մնացուկ ադրբեջանցիները, որտեղ այդպիսի ազգ գոյություն չի ունեցել։ Նրանք շարունակում են մնալ մարդակերեր եւ այս փաստերը արձանագրված է եւ մնացած դաժանությունների մասին եւ 2016 թվականին դաժան պատմությունները դուք լսեցիք, չէ՞, Թաթոյանը ներկայացրեց։ Դուք տեղյակ եք, չէ՞, ջերմուկի բարձունքների վրա ինչ են արել մեր հայրենակիցների հետ։ Տեղյակ եք, չէ՞, Արցախում ինչ են արել ծերերի հետ եւ երեխաներին գլխատած ֆուտբոլ են խաղացել եւ հետո այստեղ ավելի դաժան բաներ կա, որ հետո իր այդ նկարվել է, հետո այն մյուս փաստերը Թաթոյանը որ բերեց, որ հետո Սաֆարովի հետ է նկարել, որ հետո սա սելֆի են արել գլխատված գլուխները, մի չգիտեմ ինչ սարսափելի բան։ Եվ ինչի խոսքս որտեղից եկա, որ այսօր այն գործարարի մասին, որ դուք խոսում եք, այդ գործարարը այսպես թե այնպես պաշտպանում է այս երկրի հետ կեղծ խաղաղության գնացող ուժի։ Կեղծ խաղաղություն բարեկեք չօգտագործենք։ Ընդհանրապես բան։ Ով Նիկոլ Փաշինյանի հետ է երկու բան պաշտպանում։ Երկու բան։ Առաջին պաշտպանում է ադրբեջանական վասալիտետի բոլոր պայմանների ընդունում, այսինքն ազգային նվաստացումը, եւ երկրորդ պաշտպանում է հայ-ռուսական հարաբերությունները պատերազմի ռելսերի վրա դնելու քաղաքականությունը։ Հələ մնացած բաները չասեմ։ Երկու գլոբալ աղետ է պաշտպանում։ Այո։ Ինչի մասին նաև Մարգարիտա Սիմոնյանն չէ՞ խոսեց։